Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Խաղաղություն, լույս եւ շնորհ Հայր Աստծուց Հիսուս Քրիստոսի միջոցով թող լինի ամենքիս վրա եւ մեր հայազգի վրա նույնպես։ Մատթեոս ավետարանի 5-րդ գլխի 8-րդ խոսքն ասում է. Երանի սրտով մաքուրներին, որովհետեւ նրանք Աստծուն կտեսնեն։ Հայր Աստված, աղոթում եմ ամենքիս համար, ինձ համար, ընտանիքիս անդամների համար, ամեն հայի համար, Տեր ջան, որ քո օգնությամբ մենք ամենքս ձգտենք քո ճշմարտությանը ամեն բանում ու հավատարիմ լինենք ու հավատարիմ մնանք քեզ, Տեր իմ Աստված։ Հիսուսն ասաց, Տեր, որ քո խոսքն է ճշմարտությունը։ Ուրեմն Տեր, խնդրում եմ, օգնիր, որպեսզի մենք կարդանք քո խոսքը, կատարենք քո խոսքը, ըստ քո խոսքի ապրենք, մեր սրտերը մաքուր պահենք, քննենք մեր սրտի շարժառիթները ու մեր սիրտը եւ մեզ հեռու պահենք ստից, չարիքից, հայհոյանքից, բամբասանքից եւ ամեն բանից, որ հակառակվում է քո կամքին ու քո խոսքին, որպեսզի մենք էլ արժանանանք քեզ տեսնելու։ Տեր ջան, որպեսզի անունով քրիստոնյա ազգ չլինենք, այլ կենթանի, զորավոր, խոնար, հավատարիմ, մաքուր սրտով քրիստոնյաներ լինենք եւ ընդունելի լինենք քո առաջ։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Հիմա անդրադառնանք Դեյվիդ Ջերեմիայի Աստված սիրում է եւ միշտ էլ կսիրի գրքին, այն մասին, որ Աստված սեր է։ Այսօր խոսենք, որ նախկին դասերը լսեք, երեք խոսեցինք այն մասին, որ մինչև մեր ծնվելը Աստված գիտեր մեր ինքնությունը։ Այսօր խոսում ենք այն մասին, որ մինչև քո ծնվելը Աստված գիտեր քո բարդ կազմությունը։ Սաղմոս 139-ի 13-ից 14 խոսքերը ասում են. որովհետև դու, նկատի ունենալով Աստծուն, ստեղծեցիր իմ ներքին անդամները և ծածկեցիր ինձ իմ մոր որովայնում։ Գոհանում եմ քեզանից, որովհետև ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի, զարմանալի են քո գործերը և իմ անձը լավ է հասկացել։ Այստեղ ահավոր վատ բառը չի, այլ զարմանահրաշ, այսինքն անհասկանալի ձևով այդ իմաստն է։ Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս մեզ մեր սեփական աչքերով տեսնել մոր արգանդում զարգացող երեխայի զարմանալի բարդ կազմությունը և զարգացման բարդ ընթացքը։ 2010 թվականին բեղմնավորումից մինչև ծնունդ պատկերված վերնագրով շնորհանդեսում մաթեմատիկոս և Յեյլ համալսարանի գիտական վիզուալիզացիայի ղեկավար Ալեքսանդր Ցիարասը ներկայացրեց արգանդում երեխայի զարգացման մի շարք անհավանական պատկերներ ու վիդեոներ։ Առաջին անգամ կարող էին տեսնել արգանդում առաջին բջջային բաժանումը, երեխայի սրտի զարգացումը ընդամենը 25 օրվա հղիության ընթացքում։ 25 օրվա երեխան արդեն սիրտը կազմավորվում է, կարող եք պատկերացնել։ Երեխայի ձեռքերի և բազուկների զարգացումը հղիության ընդամենը 32-րդ օրվա ընթացքում և երեխայի աչքերի, դրանց ցանցաթաղանթի և քթի զարգացումը հղիության ընդամենը 52 օրվա ընթացքում։ 2 ամսվա ընթացքում սիրտը, ձեռքը, բազուկները, աչքերը, ցանցաթաղանթը, քիթը, պատկերացնում եք, սրանք աննախադեպ տեսարաններ և լուսանկարներ էին։ Ակնհայտորեն ապշած իր իսկ ներկայացրած պատկերներից Ցիարասը իր ելույթը ավարտեց հետևյալ խոսքերով. այս բաների բարդությունը, այս բաների իրականում արվելու մաթեմատիկական մոդելը գերազանցում է մարդկային ըմբռնումը։ Չնայած ես մաթեմատիկոս եմ, ես դրան նայում եմ զարմանքով, ինչպես են այս հրահանգները, այս կոդավորումները դրվել ու ներառվել մարդկության մեջ, որ այն մաթեմատիկական ճշգրտությամբ կատարվում է ամեն բեղմնավորման ժամանակ։ Դա առեղծված է, դա հրաշք է, դա աստվածային է, ասաց նա։
Եվ աստվածաբան Ջոն Ֆիլիպսը նկարագրում է մեր մարմինների հիասքանչ բարդությունները բջջային մակարդակում։ Մենք գիտենք, որ յուրաքանչյուր կենդանի էակ կազմված է մանրաբջիջներից, որոնք այնքան փոքր են, որ օ տառը իր մեջ կպարունակի 30-ից 40 հազար բջիջ։ Օ տառը, փոքր օ տառը։ Յուրաքանչյուր մանրաբջիջ ինքնին մի աշխարհ է, որը պարունակում է մոտավորապես 200 տրիլիոն փոքրիկ ատոմների մոլեկուլներ։ Ես այս թվերը չեմ կարող հասկանալ, ուր մնաց պատկերացնել, ու վստահ եմ, որ դուք էլ նույն վիճակում եք։ Այլ կերպ ասած, յուրաքանչյուր բջիջ գրեթե անհավանական բարդության միկրոտիեզերք է։ Այս բոլոր բջիջները միասին կազմում են կենդանի էակը։ Յուրաքանչյուր բջիջ ունի իր մասնագիտացված գործառույթը, եւ յուրաքանչյուրն աշխատում է բարդ ժամանակացույցով, որը նրան ասում է, թե երբ աճել, երբ բաժանվել, երբ հորմոններ արտադրել, երբ մահանալ։ Օրվա ամեն րոպե մարմնի մոտ 3 միլիարդ բջիջ մահանում է, եւ նույնքան բջիջներ էլ 3 միլիարդ ստեղծվում են դրանց տեղը զբաղեցնելու համար։ Այս բջիջներից որևէ մեկի կյանքի ցանկացած պահի տեղի են ունենում հազարավոր իրադարձություններ, որոնցից յուրաքանչյուրը ճշգրիտ համակարգվում է մոլեկուլային մակարդակում անթիվ ազդակներով։ Մարդու մարմնում դրանցից ավելի քան 1 միլիոն կա, 1 միլիոն մաշկի յուրաքանչյուր քառակուսում եւ 30 միլիարդ ուղեղում միլիարդավոր կարմիր արյան բջիջներ երակներում։ Ակնհայտ է, որ բջիջների այսպիսի բարդ եւ անսխալ զարգացումը չի կարող պատահականության արդյունք լինել։ Սաղմոս 2 Դավիթը հազարավոր տարիներ առաջ ոչինչ չգիտեր պարոն Ցիարասի կամ դոկտոր Ֆիլիպսի կողմից ներկայացված ֆիզիոլոգիական երևույթների մասին, մոլեկուլային կառուցվածքների, բջիջների բաժանման եւ բազմացման կամ նույնիսկ մարդու մարմնում բջիջների հսկայական քանակը նկարագրելու համար բավականաչափ մեծ թվերի մասին։ Եվ այնուամենայնիվ, երբ խոսքը վերաբերում էր վերջնական եզրակացությանը, Դավիթը գիտեր այն, ինչ գիտեն այս մարդիկ այսօր գիտության պատճառով, բայց Դավիթը գիտեր, որտեվ Աստված էր բացել նրա հասկացողությունը, որ նա իմանար ճշմարտությունը։ Դավիթը հասկանում էր, որ Աստծո գործը իրեն ստեղծելու հարցում հրաշալի էր, ու այդպես էլ կա։ Մեր արարիչ Աստվածը անսահման Մեր արարիչ Աստվածը անսահման վեհության արվեստագետ է, աննկարագրելի մանրուքների վարպետ, գիտնականների գիտնականը։ Ամեն բան, որ մեր արարիչ Աստված անում է, մղված ու առաջնորդված են իմ ու քո հանդեպ իր տածած անսահման սիրով։ Մինչև քո ծնվելը Աստված գիտեր նաև քո անհատականությունը։ Սաղմոս 139:16-ում ասվում է. Քո աչքերը, այսինքն Աստծո աչքերը, տեսան իմ կերպարանքը, որ անպատրաստ էր դեռ, եւ քո գրքում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, երբ դեռ նրանցից ոչ մեկը չկար։ Այստեղ Դավիթը խոսում է այն եզակի անհատականության մասին, որ տրվել էր իրեն արգանդում գտնվելու առաջին պահերից։ Սկզբից եւ էդ Աստված ճանաչում էր Դավթին եւ որոշել էր արդեն, թե ինչպիսին պետք է լիներ Դավթի կյանքը։ Դավիթը առաջինը չէր, որ մտորում էր Աստծո դերի մասին իր կյանքի նախածննդյան ձևավորման ընթացքում։ Դիտարկենք Հոբի գրքից այս հատվածը։ Հոբ 10-րդ գլուխ 10-12 խոսքեր։ Դու ինձ կաթի պես չթափեցիր ու պանրի պես թանձրացրիր, դու ինձ մորթով ու մսով հագցրիր և ոսկորներով ու ջղերով ինձ հինեցիր, կյանք և ողորմություն շնորհեցիր և քո խնամքը իմ հոգին պահեց։ Մի քանի գլուխ անց Հոբը հաստատում է, որ Աստված ամբողջ մարդկային կյանքը սկսում է արգանդի ներսում։ Հոբ գրքի 31 գլխի 15 խոսքում կարդում ենք.
Չէ որ որովայնում ինձ ստեղծողն է նրան ստեղծել, ու մեզ արգանդում պատրաստողը մեկն է։ Գրելով Դավթից մի քանի սերունդ անց, Զաքարիա մարգարեն կրկնում է նույն թեման, համեմատելով մարդու մեջ հոգու ձևավորումը տիեզերքի ստեղծման հետ։ Զաքարիա մարգարեության գրքի 12-րդ գլխի առաջին խոսքը ասում է. «Այսպես է ասում Տերը, որ տարածել է երկինքը, հիմնել է երկիրը և ստեղծել է մարդու հոգին նրա մեջ»։ Սաղմոս 119-ի հեղինակը նույնպես գրել է Աստծո արարչական աշխատանքի մասին արգանդի ներսում։ Սաղմոս 119:73 խոսք. «Քո ձեռքերը արարեցին ինձ և հաստատեցին ինձ, իմաստուն դարձրու ինձ, որ սովորեմ քո պատվիրանները»։ Դու Աստծո ձեռքով ստեղծված ես, դու էլ խնդրի Աստծուն, որ սովորեցնի քեզ իր ճանապարհը և իր պատվիրանները։ Այս աստվածաշնչյան գրողները հստակ հասկանում էին, որ Աստված մարդու ստեղծումը սկսել է արգանդում և ոչ թե ծննդյան պահին, ոչ թե այն պահին, երբ երեխան իր առաջին շունչն է քաշում։ Ես նորից եմ ուզում հիշեցնել, Աստվածաշունչը Աստծո գիրքն է, ներշնչված, թելադրված Սուրբ Հոգու կողմից և գրված մարդկանց ձեռքով, բայց Աստծո խոսքն է, Աստծո պատվիրած։ Նորից ասենք, Աստված մարդու ստեղծումը սկսել է արգանդում և ոչ թե ծննդյան պահին, ոչ թե այն պահին, երբ երեխան իր առաջին շունչն է քաշում։ Այս մարդիկ միանշանակ հաստատում են, որ մարդկային կյանքը սկսվում է ոչ թե ծննդյան պահին, այլ այն պահին, երբ Աստված սկսում է ձևավորել և հյուսել նոր մարդուն այն եզակի անհատականության մեջ, որը նա դառնալու է, և դա սկսվում է այն պահին, որ մենք գիտենք ու անվանում ենք բեղմնավորում։ Նկարագրելով Հիսուսի մայր Մարիամի այցելությունը իր նույնպես հղի զարմուհուն, Ղուկաս ավետարանիչը, ով մասնագիտությամբ բժիշկ էր, հետաքրքիր նկարագրություն է տալիս, որը ևս հաստատում է, որ բեղմնավորված սեղմը լի է մարդկային կյանքով, այն արդեն կենդանի կյանք է արգանդում։ Ղուկաս ավետարանի 1 գլխի 39-ից 44 խոսքերը ասում են. Այդ օրերին Մարիամը վեր կացավ, շտապ գնաց Լեռնային Հուդայի մի քաղաք, մտավ Զաքարիայի տուն ու Եղիսաբեթին ողջունեց։ Երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, երեխան նրա որովայնում խաղաց, և Եղիսաբեթը Սուրբ Հոգով լցվեց։ Բարձրաձայն գոչեց ու ասաց. «Օրհնյալ ես դու կանանց մեջ, և օրհնյալ է քո որովայնի պտուղը։ Այս որտեղից էր, որ իմ տիրոջ մայրը ինձ մոտ եկավ, որովհետև երբ քո ողջույնի ձայնը իմ ականջներին հասավ, երեխան իմ որովայնում ցնծությունից խաղաց»։ Յուրաքանչյուր մայր իր արգանդում նմանատիպ խաղ ու շարժում է զգացել ու վերապրել երբեմն բավականին ուժեղ և աղմկոտ, ինչ մորը մեջ կասկած չի թողնում, որ իր ներսում մարդ է ապրում։ Եղիսաբեթի արգանդում աճող կյանքն արդեն իսկ ցույց էր տալիս այն անհատականությունը, որը Աստված ներարկել էր այդ կյանքի մեջ, այդ երեխայի մեջ, որը Հովհաննես Մկրտիչն էր։ Մանկան ուրախության ցատկը արտացոլում էր այն եզակի ապագան, որը Աստված նախատեսել էր այս դեռ չծնված երեխայի համար։ Նա հայտնի էր լինելու որպես Հովհաննես Մկրտիչ, որի առաքելությունը և ուրախությունը Հիսուս Քրիստոսի համար ճանապարհը պատրաստելն էր։ Գիտությունը նույնպես վճռականորեն աջակցում է այն համոզմունքին, որ երեխան ծնվելուց առաջ արդեն լիարժեք մարդ է, և նա լիարժեք մարդ է նաև ծնվելուց հետո։ Փաստերը պարզապես անհերքելի են։ Կոլորադոյի համալսարանի բժշկական դպրոցի դոկտոր Ուոթսոն Բոուզը նշել է. մարդկային կյանքի սկիզբը կենսաբանական տեսանկյունից պարզ ու հստակ է, մարդու կյանքի սկիզբը բեղմնավորումն է։ Եվ մարդկային կյանքի սկսման վերաբերյալ փորձագետների վկայությունները լսելուց հետո 1981 թվականի ԱՄՆ Սենատի դատական ենթահանձնաժողովը հանգեց հետևյալ եզրակացությանը. բժիշկները, կենսաբանները և այլ գիտնականներ համաձայն են,
որ բեղմնավորումը հանդիսանում է մարդու կենդանի էակի կյանքի սկիզբը։ Այս կետի վերաբերյալ անհերքելի համաձայնություն կա անթիվ բժշկական, կենսաբանական և գիտական գրվածքներում։ Դուք գուցե կարող եք մտածեք, ինչի համար Նարինեն այսքան երկար բարակ այս մասին խոսում։ Հաջորդ գլուխներում պարզ կլինի, որովհետև աբորտը դա այս մարդկանց, այս երեխաների դեմ սպանություն է Աստծո աչքում։ Աբորտը զոհաբերություն է Աստծո աչքում, անընդունելի զոհաբերություն, որովհետև թափվում է կենդանի մարդու արյունը։ Իր քրեական գործ կյանքի համար գրքում Սքոթ Քլուսենդորֆը ամփոփում է այս պնդումները հետևյալ խոսքերով. հակիրճ ասած, դու սաղմից չես առաջացել, դու մի ժամանակ սաղմ ես ընդամենը եղել, ոչ թե սաղմից ես առաջացել, այլ դու սաղմ ես եղել, քո նախածննդյան զարգացման ոչ մի պահում դու էության կամ բնույթային փոփոխության չես ենթարկվել կամ կրել, դու քո սաղմում կապիկ չես եղել, հետո մարդ դարձել, այսինքն մինչև քո ծնունդը քո էությունն ու բնույթը չի փոխվել, դու մարդ էակ ես եղել արգանդում և մարդ էակ կմնաս մինչև քո մահը, անշուշտ քո կյանքի այդ վաղ փուլում դու հասունություն չես ունեցել, ինչպես ցանկացած նորածին, բայց այնուամենայնիվ դու մարդ էիր քո բնույթով ու էությամբ ու անհատականությամբ արդեն քո մոր արգանդում, դու նապաստակ չէիր, կատու չէիր, շուն չէիր ու չես էլ կարող դառնալ այդպիսին, որտև քո սաղմային վիճակում քո մեջ դրված է մարդկային էությունը Աստծո կողմից, այնպես որ ցանկացած մարդ, որ ասում է ես կատու եմ ու ինձ կատուի պես եմ պահելու, նա խաբնված է։ Մայրերի համոզմունքը և գիտության ապացույցները համոզիչ են, սակայն երբ մենք դիտարկում ենք Աստծո տեղը նախածննդյան ձևավորման մեջ, վեճը լուծվում է հեղինակավոր կերպով։ Աստված ճանաչում և սիրում է քեզ, ինձ ու ամեն մարդու որպես լիարժեք մարդկային էակի, նախքան մեզ ստեղծելը։ Նա սիրում էր մեզ, երբ պատրաստում էր մեզ այս աշխարհի համար մարդկային հղիության գեղեցկության մեջ։ Եվ այդ ամբողջ ընթացքում Աստված կյանք և նպատակ էր պատրաստել մեզ համար, ամեն մեկիս համար, որը համապատասխանում է մեր եզակի անհատականությանը, որ Աստված է ամեն մեկիս մեջ դրել։ Թող այս խոսքերը խորությամբ լցվեն քո մեջը, որ դու չմտածես, որ դու պատահականություն ես, որ դու աննպատակ ես, որ քո կյանքի համար նպատակ չկա, որ Աստված մենակ չարիք է քո համար պատրաստել, այդ ամենը սուտ են, սուտ, դու շուն չես, եթե դու կին ես ծնվել, ուրեմն Աստված ի սկզբանե քո մեջ կնոջ էություն ա դրել, եթե դու տղամարդ ես ծնվել, Աստված քո մեջ տղամարդու էություն ու ինքնություն ա դրել, ընդունի Աստծո կարգը, Աստծո նպատակը քո կյանքում, մի ապստամբի Աստծո դեմ, դա միայն ինքդ քեզ կոչնչացնի, քեզ կդարձնի վիրավորված, անլիարժեք, մի մերժի Աստծո ինքնությունը, որ տվել է քեզ, մի մերժի Աստծո սերը, որ դրել է քո սրտում, որ թափում է քո վրա, ընդունի Աստծո ձեռքը, Հիսուսի անունով, այսքան այսօր, սիրելի իմ հարազատ մարդ, ամեն